Բարև ձեզ, Factor TV հյուրը Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խարատյանն է, ողջույն պարոն Խարատյան։ Բարև ձեզ։ Գիտեք, արդեն բավականին սուր է ներքաղաքական բանավեճը եւ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանն են հիմա էլ սկսել բանավիճել, բայց Ռուսաստանն է թեման եւ այս հրաբուխը պայթեց այն բանից հետո, երբ որ Սամվել Կարապետյանը Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայտարարություն արեց զգուշացնելով Ռուսաստանի հետ տնտեսական հավանական պատերազմի մասին, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվում է, իսկ վարչապետը նախորդին նրան մեղադրում էր հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու, ԵՏՄ-ն կաթվածահար անելու փորձերի մեջ, հրահրում է հայ-ռուսական կոնֆլիկտ, ձեռքերը տաքացնում, ես անհնար եմ դա համարում եւ Ռուսաստանի հետ չենք վիճում, չենք վիճելու եւ այլն։ Ինչպես եք դուք բնութագրում այս բանավեճը, եկեք այդպես անվանենք, հա, ինչի մասն է այն։ Դե թերևս պետք է արձանագրենք, որ ընդհանրապես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկապնակը ակտիվ նախընտրական խոսակցության թեմա դարձավ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, որի ընթացքում առաջին անգամ բացահայտ ասվեց, որ Պուտինն ընկերներ ունի Հայաստանում եւ ակնկալում է, որ այդ ընկերները հնարավորություն են ունենալու հայաստանյան ընտրություններում մասնակցելու կամ իրենց քաղաքական խնդիրները լուծել։ Եվ Պուտինն ասաց, որ ես ընկերներ ունեմ, հա։ Այո, առաջինը ինքը չասաց, ասաց մենք ունենք ընկերներ, հետո ասաց, որ դե անձնագրեր ունեն, բայց կարծես թե անազատության մեջ են որոշները, ակնհայտ ասելով թե ում նկատի ունի, հա, այլ ոնց պիտի ասվեր։ Սա ուղիղ ինչ որ իմաստով հստակություն մտցրեց մեր խոսակցության մեջ, որտեղ մինչ այդ նաև կասկածի տակ էր դրվում, թե Ռուսաստանը որևէ կերպ չի պլանավորում Հայաստանի ներքին գործերի մեջ խառնվել, որտեղ հենց այս հանդիպումից հետո 2 օր անց արդեն Կրեմլի խոսնակը Պեսկովը հայտարարեց, որ իրենց գործն է նաև Հայաստանի ներքին գործերը։ Այսինքն ոչինչ չի թաքցվում այլևս։ Այսինքն անթակույց միջամտեցին, թե կարճ։ Դեռևս չենք կարող ասել ինչքանով միջամտեցին, իրենք ասեցին, որ դա իրենց գործն է եւ թող որևէ մեկը չմտածի, թե դա միջամտություն է նույնիսկ, դա հենց իրենց անմիջական շահն է։ Այսինքն Ռուսաստանը բացահայտ աջակցություն ունի, ասում է սրանք են իմ ընկերները, իրենց անվտանգությունը ապահովեք կամ հետևելու ենք դրան եւ դրա հետ մեկտեղ այո ասում են, որ մենք խառնվելու ենք մեր համար հետաքրքիր դրամաբանության մեջ, թերևս սա պիտի հասկանայինք։ Սրան իհարկե հետևեցին նաեւ ավելի կարևորը Ռուսաստանի փոխվարչապետի ուրեմն հայտնի հարցազրույցը, on-line-ված հարցազրույցը 10-ին, որտեղ արդեն կոնկրետ տնտեսական եւ այլ կախվածություններ, որ Հայաստանն ունի Ռուսաստանից կամ ռուսական կամ եվրոսական շուկայից արտացոլված էին։ Դե այդ նույն տրամաբանության մեջ էլ Սամվել Կարապետյանը եւ թիմը թերևս շարունակում է ասելու, թե եւ հիշեցնելու եւ կամ արդեն մեղադրելու, որ եթե դուք եք իշխանությունը կամ դուք եք լինելու մեծամասնությունը, ապա անխուսափելի է լինելու Ռուսաստանի հետ հարաբերությունների դեգրադացիան։ Ինչին Փաշինյանն էլ պատասխանում է թերևս նաև արդարանալով, որ այդպես չի, ես նաև Ռուսաստանի համար ընդունելի տեխնացու եմ։ Այսինքն խոսակցության էությունը մեծ հաշվով դեռևս էստեղ է, ավելի կարևոր կլինի տեսնել, թե որ փուլում Ռուսաստանը ինչպիսի վարկագիծ կդրսևորի իրապես։ Որով արդեն փոքր բաներ տեսանք կոնկրետ կոնյակի գործարանի, ոչ Արարատ կոնյակի գործարանի, բայց կոնկրետ կոնյակի գործարանի ապրանքների հետ կապված հնարավոր պատժամիջոցը, տեսանք նաև վերսկսումը իբրև թե մեկ բաժակ ջերմուկից մահացած մարդու գործով քրեական գործի վերաբացումը, հիմա լույսը կգտնեն մի բան, որպեսզի այն հիմնական ապրանքները, որոնք նաև ուղիղ ազդեցություն կունենան Հայաստանի վրա, կարող է ուրեմն արգելվեն կամ ինչ որ տրամաբանությամբ, դե տեսել ենք, սա առաջին անգամը չէ, ժամանակներ են եղել, երբ սեզոնին, այսինքն այն ակտիվ սեզոնին հունիս-հուլիս ամիսներին, երբ Հայաստանից գյուղմթերքներ են արտահանվում Ռուսաստան, Ռոսխոզնադզորը, որը սննդի ապահովությունն ապահովող ուրեմն պետական կառույցն է, ինչ որ խնդիրներ է նկատել դրանց մեջ։ Տեսանք նաև ծաղկի հետ կապված խնդիրը, գիտեք, որ Հայաստանում ջերմոցային տնտեսություններում հսկայական քանակի ծաղիկ է արտադրվում, որ ոչ միայն Ռուսաստանը իդեպ արտահանվում, բայց սրա հետ կապված խնդիրների հնարավորություն էլ տեսանք, բայց սրանք բոլորը դեռևս նախնական
ուրեմն հայտարարություններն եւ կոնկրետ գործողություններ դեռ կոնկրետ չենք տեսնում։ Ձեր կարծիքով ինչ քաղաքական հաշվարկ կարող է դնել Սամվել Կարապետյանը, պնդելով, որ եթե Փաշինյանը վերընտրվի, Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ կլինի, արդյոք նպատակը այսպես ընտրողների վրա նաև վախ սերմանելն է, աղքատացում կլինի Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ, չէ՞ որ մարդիկ տեսնում են Ուկրաինան իրական պատերազմի մեջ է եւ ավերներ ունի, Վրաստանը պատերազմի մեջ էր 2008-ին եւ բավականին շատ դժվար, այսինքն այդ ենթագիտակցության մեջ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվելու տնտեսական թե այլ տիպի բավականին վախ է, հա, ներշնչում։ Այդ նպատականներ ես հարցադրում եմ անում, թե իրոք նա այսպես խնդիրներ է տեսնում, բարի նպատակներով զգուշացնում է հայ ընտրողին, ինչ հաշվարկ եք դուք տեսնում ընդհանրապես։ Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ Սամվել Կարապետյանի կամ որևէ այլ ընդդիմադիր ուժի կոնկրետ վախեր սերմանելու կամ քաղաքական ուղղությամբ քաղաքական ինչ որ բան ձայն հավաքելու, շահելու տրամաբանություն ունեն, բայց ես այդ ձեր բերած օրինակների վրա կուզեմ շարունակել։ Մենք բոլորս գիտենք եւ գաղտնիք չէ, որ մեր հարաբերությունները Ռուսաստանից շատ հարցերում ասիմետրիկ են։ Այսինքն, այո, մենք ուղիղ կախվածություն ունենք ռուսական գազից, դե հիմա ձմեռ չէ, գուցե ավելի պակաս կլինի, բայց դրանք նաև արտադրական կարողություններին են վերաբերում, որը նշանակում է, որ եթե օրինակ գազի գնի փոփոխություն է լինում կամ գազի պակասորթ է լինում, դա ուղիղ ազդելու է ապրանքների գների վրա։ Մենք գիտենք նաև, որ այո, մեր ապրանքների մի հսկայական մաս, նաև իրենց ստանդարտների տրամաբանությամբ դեռևս այլ շուկաներում իրացնելը հնարավոր չէ եւ դա արագ չի լինելու։ Բայց ես այ Վրաստանի օրինակը բերեցիք, սա շատ լավ օրինակ է։ Այո, 2008 թվականի 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի կողմից Վրաստանը սանկցիաների տակ մտավ, հատկապես գինու արտահանման տեսանկյունից, եւ դրա արդյունքում Արևմուտքը մոտ 2.5 Ճապոնիանի դեպ նաեւ 2.5 միլիարդի աջակցություն հատկացրեց Վրաստանին։ 2009-10 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Վրաստանը այն քիչ երկրներից էր, որը հնայի աճուն էր, որովհետև այդպիսի հսկայական ֆինանսական ներհոսք եղավ, բայց այդ ընթացքում նաև իրենց ապրանքները ավտոմատ, որովհետև ստիպված էին այլ շուկաներ գտնել, որակի էական աճ ունեցան։ Ուրեմն Ռուսաստանի լծակների ամբողջությունը, որ իրենք ունեն եւ դրանցով սպառնացել են արդեն նաեւ մեզ, հա, դրանց դեմ ուղղակի պիտի ունենանք պատրաստվելու ինչ որ տրամաբանություն եւ դա իհարկե բարդ է, բայց նաեւ ոչ մի ոլորտում անհնար չէ։ Այսինքն Հայաստան պետք է պատրաստվի այդ միշտ ես կարծում եմ համարյա վստահ եմ, որ արդեն տևական ժամանակ է Հայաստանի կառավարությունը ծրագրեր է դիտարկել, որ պարագայում ինչ կարող է լինել ապրանքների արտահանման հետ կապված խնդիրների դեպքում ինչ կարող է լինել, էներգետիկ անվտանգության հարցերում ինչ կարող է լինել, ատոմակայանի սպասարկման հարցում ինչ կարող է լինել, սրանք բոլորը հարցեր են, որոնք էապես կախվածության մեջ են դնում մեզ Ռուսաստանից։ Կարծում եք Հայաստան կառավարությունը ունի այսպես ճգնաժամային կառավարման պլան, ենթադրում եմ, դժվար եմ պատկերացնում, որ չունենա։ Որոնք ներգրավելու են, չէ՞, որ Եմեն Ես առնվազն գիտեմ, որ որոշ գործընկերների հետ քննարկվել է սա նաև եւ ոչ նորերս։ Այո, հնարավոր Արևմուտքի գործընկերների։ Այո, հնարավոր խնդիրների առկայության պարագայում, թե ով ինչ դերակատարություն է ստանձնելու եւ որ ուղղությամբ ինչ են կանելու։ Հիմա քննարկելը դա կամ ինչ որ ծրագիր ունենալը մի բան է, բայց սա տնտեսություն է, օրգանական process-ը եւ չենք կարող իմանալ, թե այլ ինչ մետաստազներ կարող են դրանք ունենալ, բայց գիտեք, ճգնաժամը նաեւ պրոգրեսի հիմքն է, եթե այնուամենայնիվ որոշում կայացվի, որ ամենատարբեր ուղղություններով Ռուսաստանը պիտի ճնշի Հայաստանին տնտեսականից մինչև էներգետիկայի անվտանգություն, որտեղ վերջինում բավականին նվազել են այդ հնարավորությունները նստից, հա, այսինքն ինչ հիմքով պիտի պատերազմ հայտարարի Ռուսաստանը մեր դեմ, ինչի համար, այդպիսի միֆեր են տարածում, հա, ինչի համար, ինչ կա, ռուս բնակչություն կա այստեղ, որը կրթության հնարավորություն չունի, ռուսերեն լեզուն վտանգված է Հայաստանում, ռուսաֆոբիա կա, բացարձակ, սրանցից ոչ մեկը չկա, մեկ, մենք տարածքային խնդիր ունենք Ռուսաստանի հետ, ոչ, սահման չունենք, ինչ պիտի լինի այն հիմքը, որով իրենք պիտի ՆԱՏՕ-ի անդամության հարց կա, որ Հայաստանը բարձրացնում։ Ես սրանք բերում եմ որպես օրինակներ, որովհետև այլ երկրների պարագայում սրանք են եղել։ Հիմա կարող են ասել նաև գերես
գերտերությունը իր համար կարևոր չէ, մի բան կգտնի։ Դե հիմա այո, միշտ մի բան հնարավոր է գտնել։ Եմեին մերձեցման այս քաղաքականությունը։ Բայց այդտեղ հակասություն չկա, անգամ հիմա Պուտինի մակարդակով, չէ՞, ինքն ուրիշ բան էր ասում, ասում էր մենք գիտենք, որ դուք Եվրամիության հետ ինտեգրացիայի նպատակների մասին եք խոսում, հիշեցնում եմ, որ երկու աթոռի միաժամանակ նստել հնարավոր չէ, այսինքն Եվրասիական տնտեսական գոտում եւ Եվրամիությունում միաժամանակ լինել հնարավոր չի։ Էս ենք լսել։ Չէ՞ կարծում ռուսները ուզում են Հայաստան ավելի շուտ ընտրության առաջ դնել, այսինքն ոչ թե թույլ տալ հայկական սցենարը գնա, երբ որ Հայաստանը ինստիտուցիոնալ մակարդակում պատրաստում է այսպես ԵՄ-ի ինտեգրմանը, մերձեցմանը, ժամանակ է շահում, ԵՏՄ-ում ապրանքներ է ծախում, հարստանում է, բյուջեն հարստացնում է, միաժամանակ ԵՄ-ի ստանդարտներին փորձում համապատասխանել եւ ճիշտ պահին թռչել այն մյուս նավակը։ Ռուսները կուզենան կանխարգելել եւ հենց հիմա ընտրության առաջ դնել, թույլ չտալու այդպես ինստիտուցիոնալ պատրաստվածությունը Երևանի։ Իսկ ես կարծում եմ, որ հակառակը կարող է լինել։ Հակառակը։ Իրենք ինչքան ինտենսիվացնեն, այդքան կարողանա մեր ինտեգրման գործընթացը Եվրամիության հետ։ Ինտենսիվացնեն սպառնալիքներ նկատի ունեք։ Եթե սկսեն ճնշումներ գործադրել, վստահ եմ, որ շատ ավելի կարողանան որոշ գործընթացներ, որոնք գուցե այս պահին դեռևս, այսպես ասած, ներդաշնակ տրամաբանությամբ զարգանում են։ Այսինքն Ռուսաստանում են հաշվարկանում, եւ եթե գտնեին, որ հիմա դա պետք է անել եւ կանխել դրանով, գուցե արած կլինեին արդեն։ Կամ գուցե շատ չեն խորանում դրա մեջ, որովհետեւ հարցեր կան, որոնց շուրջ կարծես իրենք շատ լուրջ չեն վերաբերում։ Հետո բանը բանից անցնում են, նոր սկսում են ակտիվ տրամաբանությամբ ինչ որ կացնային քաղաքականություն վարել։ Սա էլ միշտ կա, բայց այսպես ասած բարակ ծառույցի վրա քայլելով գնում ենք, մինչև տեսնենք ինչ կլինի, հուսով եմ, որ այս փուլը անցնելու ենք առանց լուրջ ճգնաժամերի։ Այլ հարց է, թե որքանով իրականում ակտիվ է լինելու Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկա 1.5 ամսվա ընթացքում նախընտրական շրջանում եւ ինչքանով ուղիղ է լինելու Կրեմլի աջակցությունը ընդդիմությանը։ Ես կարծում եմ, որ այնպես չի, թե մենք մինչև հիմա տեսնում ենք, որ իրենք ամեն գնով ուզում են բացառել գործող քաղաքական մեծամասնությանը վերարտադրությունը, նաև հաշվի առնելով, որ վստահ եմ, որ իրենք են հանրային կարծիքի հարցումներ անում, եւ այնպես չի, թե ուզում են ամբողջապես նեգատիվ կամ բացասական հարաբերություններ ունենալ գործող իշխանությունների հետ։ Մենք վերջերս տեսանք Հունգարիայում շատ ուղիղ ռուսական ներգրավվածության ընտրությունները, ընտրությունների արդյունքում, ինչպես գիտեք, հաղթեց ընդդիմությունը, եւ Պուտինը դեռևս միակ երկրի ղեկավարներից է, որը չի շնորհավորել նորընտիր վարչապետին։ Հունգարիան ոչ բարեկամական երկիր է։ Շատ զարմանալի է, որովհետև Հունգարիան հարվածներ է ստանում իր իմիջին, ԵՄ-ում, պես ասենք, ռուսական խաղեր խաղալով, Ռուսաստանը մի օրը մուրացավ այդ ամենը։ Հունգարիայի նախկին իշխանությունը։ Իշխանությունը, հա, բայց պես գոնե ասում են Հունգարիան մեր Դե իհարկե այդպես պիտի ասեմ, բայց հարցներ չի։ Այսինքն իշխանության պայմանավորեցին։ Այստեղ զուգահեռ ուրիշ բան էլ կա, չէ՞, շատ չի նշվում, որ Հունգարիայի իշխանություններին Օրբանին աջակցում էր նաև Վաշինգտոնը, բայց Թրամփը շնորհավորեց։ Չնայած Ջեյ Դի Վենսի այց եղավ։ Այն, որ Ռուսաստանը չի շնորհավորում եւ չի ճանաչում փաստացի կամ դեռևս երկարաձգում է այս վարկագիծն դրսևորում, հետաքրքիր է եւ ցուցիչային, բայց ես չեմ կարծում, որ նույնը պիտի ակնկալենք Հայաստանի պարագայում, հենց սա է ուզում ասել, որ կարծում եմ, որ ինչ էլ լինի, իրենք պատրաստվում են աշխատել ընտրված իշխանությունների հետ Հայաստանում։ Իսկ կարելի է այս ընտրությունները, պարոն Խարատյան, ինչ որ ճակատագրական որակել Հայաստանի համար։ Ես ամենևին ճակատագրապաշտ չեմ եւ դավադրության տեսությունների սիրահար չեմ դավադրապաշտական, բայց եթե Հայաստանում իշխանության են գալիս Պուտինի թվարկած ուժերը, ոչ թե իմ ձեր կամ այլ անձանց, Պուտինի թվարկած ուժերը, ռուսամետ ուժերը, որոնց համար նա միջնորդում էր Փաշինյանին թույլատրել մասնակցել իրենց դեմքով եւ մերժումը ստացավ, ենթադրենք նրանք գալիս են իշխանության։ Ինչ է լինում Հայաստանի հետ։ Մի քանի հարց կա, օրինակ Եվրամիության ինտեգրման process Հայաստանի քաղաքացիների 52% ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի կողմ կքվեարկի, այսինքն բավական պոպուլյար օրակարգ է, հա։ Հիմա ես լիքը հարցեր կարող եմ թվարկել եւ մեր հարցազրույցը 140 րոպե Թրամփի ուղի կա, կամ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններ, կամ
Ռուսաստանից, այսպես ասենք, ինստիտուցիոնալ կախվածությունները նվազեցնել եւ դիվերսիֆիկացիայի քաղաքականություն տարբեր գործընկերների հետ աշխատել։ Սրանք են թոփ թեմաները։ Այդ չասած ժողովրդավարություն, Հայաստանի ներքին հարցեր, բելարուսացված եւ չեչենացված, ես պայմանական եմ իհարկե ասում, քաղաքական մշակույթի առումով ժողովրդավարություն ենք ունենալու, թե փորձելու ենք կառուցել եվրոպական չափանիշներին մոտ ժողովրդավարություն։ Ինչքանով է, այսպես ասենք, Հայաստանի ապագայի մասին հունիսի 7-ի ընտրությունը, ինչ եք դուք մտածում ընդհանրապես։ Ինչ հարցեր են կանխորոշվել, ինչ հարցերի զարգացումներ են կանխորոշվել։ Դե վերադառնանք, եթե պիտի վերադառնալու լինենք նաև ձեզ հետ նախկին ամիսներին ունեցած մեր խոսակցությանը, արդյոք սա Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության մասին է։ Այս ընտրությունները։ Դա կարճ վերնագիրներ իմ թվարկած, հա։ Այո, բայց ձեր ասածը նաև եթե ուզում ենք ասենք ճակատագրական, ապա սա նույնպես կարևոր է, չէ՞, այսինքն աշխարհի որ հատվածի, որ համայնքների մեջ ենք մենք մեզ տեսնում որպես ժողովուրդ, որպես պետություն, ինչպիսի ընկալումներ ունենք եւ ինչպիսի ձեր նշած նույն վախերով պայմանավորված պիտի լինի այս ընտրությունը։ Ես կարծում եմ, որ իհարկե սա ել ավելի սրվեց հենց նույն Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, երբ որ էականացվեց, որ այո, մի գնացեք սոցիալական հարցերից խոսեք, եկեք հասկանանք դուք ուր եք ուզում գնաք սրանով, հա, այս Պուտինը դա արեց, եթե կուզեք։ Եթե անգամ մենք փորձելու էինք սա պահել լոկալ կամ ընդհանրապես մեր խնդիրներին վերաբերող ընտրություն, ապա այլ խաղացողները խրախուսում են, որպեսզի սա լինի ժողովրդի աշխարհաքաղաքական ընտրությանը վերաբերող։ Պուտինը սրեց այդ թեման ընտրության ակնհայտորեն։ Այո, ասաց, որ դե մեր ընկերներն այնտեղ են, մենք էլ հասկանում ենք, որ դուք ինչ որ Եվրոպայի հետ ուզում եք շատ մտերմանակ, հասկանում եք, որ դա մեր մասին չի։ Հա, այսինքն ով ձեզ հետ է եւ այս մասին էլ շատ խոսվել, չի ասում Հայաստանի Հանրապետությունը, ասում է հայ ժողովուրդը, չի ասում բան դուք որպես պետություն եւ երկիր, ասում եմ մենք միշտ հայ ժողովրդի շահերի հետևում ենք, այդ հայ ժողովուրդը ինքը ոնց է պատկերացնում։ Հայ ժողովուրդը ինքը տարածական գլենդելա հայության խնդիրներով էլ են զբաղվելու, Փարիզի հայերը, Լիոնի, Իրանի հայերին էլ են պաշտպանում, Բեյրութում ինչ կա։ Հա, այսինքն եթե այդպես ենք նայելու, հա, այսպես։ Բայց ինչ վերաբերում է արդյոք ճակատագրական է լինելու, ես կարծում եմ, որ ամենակարևորն այն է լինելու, որպեսզի ժողովրդավարությունը եւ ընտրական ժողովրդավարությունը վերահաստատվի։ Այս իմաստով Հայաստանը շահեկան դիրքում կլինի, անկախ նրանից թե այդ ընտրության արդյունքը ինչ կլինի։ Սա ինձ համար առանցքային է։ Շատ կարևոր է, որպեսզի նաեւ բոլոր իրական ձայները, որոնք մարդիկ պիտի գնան եւ ընտրությունների օրը իրացնեն, քվեն իրենց, դրանք տեղացնեն եւ այո, այնպիսի բալանս ինչպեսին կձևավորվի առաջիկա խորհրդանում, դա էլ թող արտացոլի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրական կամքը։ Կլինի, չգիտեմ, մի քանի բլոկով ռուսական եւ չգիտեմ ԿՊ եւ մի քանի, չգիտեմ, գուցե էլի պրոարևմտյանի ուժուրը այդպես պիտի լինի, բայց շատ կարեւոր է, որպեսզի մենք գիտակցված եւ կոնկրետ որոշում կայացնենք, վերադառնանք ավելի կոնկրետ բաների, այսօրվա քաղաքական մեծամասնությունը հայտարարել է իր հիմնական ասելիք, ասում է խաղաղություն։ Ավելին հաճախ սպառնալիքի հասցնելով ասում է, եթե մեզ չընտրեք, խաղաղություն չի լինելու։ Սա էլ անհասկանալի եւ անընդունելի է, որովհետեւ փաշտ չէ, որ միակ խաղաղություն բերողը իրենք են, մեկ։ Երկրորդ, ինչ են առաջարկելու այդ ձեր նշած ուժերը հենց այդ նույն բոլոր ուղղությունների վերաբերյալ։ Դեռ էական բան չենք տեսնում։ Գոնե Սամվել Կարապետյանի բարակայում, չգիտենք, իրենք թրիփին ինչ են անելու։ Թրիփի հարցում ինչ են անելու։ Հա, խաղաղության թե թրիփի։ Թրիփի է ինչքան հիշում։ Հա, դե ռեալիստական է արդյոք սա, հա։ Սա ամբողջ ծրագիրը նրա մասին է, որ Միացյալ Նահանգների հետաքրքրվածությամբ ճանապարհը պիտի գործի։ Այո, սա չի բացառում չինական ապրանքների տեղափոխությունը նույնպես։ Լավ են անում, ասում են, իհարկե, ված չի, որ բոլորի շահերի համադրմամբ կարողանանք անել։ Ինչ են անելու խաղաղության ներկայիս պայմանագրի հետ կապված։ Գալու պահից հերքելու են, մերժելու են այդ փաստաթուղթը։ Ինչպես են հետո շարունակելու։ Արցախի հայեր վերադարձի հարցը։ Վերադարձի իրավունքի հարցը դնելու են բանակցությունների թեմայի մեջ։ Օրինակ, այս բոլորը լավ կլինի ի հայտ գա քաղաքական դեբատի ժամանակ, բայց կոնկրետ ծրագրային դրույթներով։ Քաղաքական մեծամասնությունը շատ ուղիղ է խոսում, հաճախ գուցե շատերիս համար անընդունելի եզրաբանությամբ, բայց իրենք իրենց ասելիքն ասում են։ Կարևոր է որպեսզի հասկանանք այդ նույն եվրոպական միության հետ մեր հարաբերություններում ուր ենք գնալու, ինչքան հեռու ենք պատրաստվում գնալ եւ ինչ է նշանակում Ռուսաստանի հետ ավելի խորացող կամ մշտնջենական հարաբերություններ, եթե կուզեք։
Հա, այսինքն ինչ պիտի լինի էլ։ Վերադառնալու ենք ողջ ունեցվածքով գույք պարտքի դիմացի տրամաբանությամբ ընկերությունների հանձնմամբ եւ հետո ինչ ենք անելու դրա հետ, հա։ Ուզում ասեմ, շատ ավելի լավ կլինի լսենք հանձնելու, չգիտեմ։ Միշտ կգտնվի մի բան, հա, փաթեթավորման հարց է, փաթեթավորման հարց է, որպեսզի դեմքը փրկելու հնարավորություն լինի։ Հետաքրքիր է։ Ամեն դեպքում մենք սրացումներ տեսնելու ենք, ոնց հասկանում եմ, ներքաղաքական կյանքում։ Կարծում եք այդ հիմնական դեբատի բանավեճի հարցերը դրանք Ռուսաստանի հետ հարաբերություններն են, թե ամեն դեպքում Փաշինյանը թիմին կհաջողվի Ադրբեջանի հետ հարաբերությունների թեմատիկան դարձնել թիվ 1-ը, տեսնում ենք Փաշինյանը թիրախավորում է Ծառուկյանին, Կարապետյանին, Քոչարյանին իբրև պատերազմի կողմնակից ուժեր, նրանք էլ իրենց խոսույթով են Փաշինյանին ասում դու ես մի քանի պատերազմ բերել, ինչպես ես դա խոսում, ինչպես ես դա այդպիսի մեղադրանք հնչեցնում։ Այ պարոն Խառատյան, ո՞րն է լինելու են հիմնական հարցադրումը, եթե դա հնարավոր է հենց հիմա պարզել, որի շուրջ դեբատը դիտելով Հայաստանի քաղաքացին որոշում է կայացնել։ Կա այդպիսի մեկ հարցադրում, թե դա ամեն դեպքում այսպես տարբեր հարցադրումների փունջ է, չգիտեմ, ԵՄ, Ռուսաստան, Ադրբեջան հարաբերություններ, թե թոշակ։ Մի կոնկրետ բան, դե եթե IRI հարցումներին հետևելու լինենք, ապա այո, սոցիալական տնտեսական հարցերը թիվ 1 առաջնահերթությունն է մեր ընտրողների մոտ։ Բայց դա մի կողմ ես մի կոնկրետ թեմա դժվար կկարողանամ առանձնացնել, բայց մի բան իմ ընկալմամբ հաստատ է։ Սա առաջին դեպքն է, երբ իրականում Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը ընտրությունների էական բաղկացուցիչ է։ Եթե նայելու լինեք նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, ընդ որում առանց բացառության բոլոր ընտրությունների ժամանակ, որևէ մեկը ուղիղ տեքստով չի խոսել աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ։ Ես ձեզ հիշեցնեմ մի ամենաճգնաժամաբեր ընտրությունները 2008-ը, որը մարտի 1-ով ավարտվեց, այնտեղ ամեն կերպ այն ժամանակվա գործող քաղաքական մեծամասնությունը Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնում էր որպես արևմուտքի ագենտ, եթե կուզեք։ Հա, այն ժամանակ էլ կային այդ հիբրիդները, ուղղակի այդպես ուղիղ առանձին դրսի ներգրավման, հա, ներկայացնում են որպես թուրք, ներկայացնում են որպես հրեամասոնական կոնսպիրացիայի բան, հա։ Հիմա այսա տեսնենք կարող է այդ մարդիկ իրար հետ համագործակցեն նաև, դա չի բացառվում, հա, քաղաքականության մեջ կարծես թե շատ բան չի բացառվում, բայց չգիտեմ, ժամանակը ցույց կտա, ասածս այն է, որ այդ արվում էր բոլորիս համար հասկանալի էր, որ այդպիսի բան չկար այն ժամանակ գոնե։ Բայց հիմա ըստ էության է լինելու գուցե խոսակցությունը նաև քաղաքակրթական ընտրության մասին։ Այսինքն մենք այնուամենայնիվ որպես ժողովուրդ, որպես հանրույթ քաղաքակրթական ընտրություն կատարելու ենք այս ընտրությամբ եւ դա լինելու է գնալ այս կամ այն ուղղությամբ, հա, այսինքն մշակութային առումով, տնտեսության առումով, մեր պատկերացրած անվտանգային միջավայրի տեսանկյունից ուր ենք ուզում գնալ եւ ինչ տրամաբանությամբ ենք ուզում զարգանալ։ Այգուցե սրան կհասնի խոսակցությունը, չնայած կրկնեմ, բովանդակային առումով չեմ բացառում, որ դետալավորված խոսակցություն չընթանա, այլև առավելապես միմյանց մեղադրանքների եւ իմես ասած տրամաբանությամբ թիրախավորելու եւ խարանավորելու տրամաբանությունը կգերակայի։ Եթե պարզունակացնենք, ազատ վիզա ունենալու ենք Սամարայի, Կրասնոդարի հետ, թե, չգիտեմ, Բրյուսելի, Փարիզի հետ։ Այդ երկուսն էլ կարանք ունենանք իդեպ։ Այդ երկուսը իրար չեն բացառում։ Չեն բացառում։ Մեր ԱՊՀ անդամակցությունը։ Թե ուղղակի Վերջուկն ասում էր ավիափոխադրումների խնդիր կարող է լինել, ես դրանից կարող է, բայց որ վաղը օրինակ վերջանա կամ աստված առաջ ուկրաինական այս պատերազմն ավարտվի։ Հա, օրինակ ռուսական շուկաների հետ վերադառնալու արևմուտքի երկրների ցանկությունը չի լինելու։ Ով ունի ամենաշատ ավիափոխադրումները Հայաստանի հետ։ Իսկ եթե մենք խոսում ենք օրինակ շատ տարբեր տիպի ապրանքների այս Հայաստանով ինչ որ բան փոխանցելու կամ այնտեղ հասցնելու, հա, այդ որ ասում էր ավիափոխադրումները կարող են նվազել, դադարել, այդ նաև իհարկե վերաբերում էր ոչ թե ապրանքներին միայն, այլև նաև հսկայական քանակով մեր հայրենակիցներին, որոնք Ռուսաստանում են ապրում, որոնք կարող են օբյեկտիվ զայրույթ ունենալ, եթե այդպիսի բան տեղի ունենա, բայց դա հակառակ էֆեկտն էլ կարող է ունենալ, եւ իրենք դա շատ լավ գիտակցում են այս փուլում հատկապես, այո, որտեղ բոլորի համար հասկանալի է լինելու, չէ՞, այսինքն եթե հաշվարկն այն է, որ ISSS լծակները Ռուսաստանի Հայաստանի օթերը փակենք, եթե կուզեք, հա, Ռուսաստանի կողմից
եւ ներսում, որովհետեւ բոլորը ինչ որ հարազատ բարեկամներ ունեն եւ կապ ունեն Ռուսաստանի հետ, եւ ներսում եւ Ռուսաստանահայությունը այնքան կարող են բորբոքվել եւ զայրանալ, որ կգնան եւ իշխանապողություն կանեն Հայաստանում, հակառակ էֆեկտն էլ կա, որ մեծ քանակով մարդիկ պարզապես այնպես չի, որ շատ երջանիկ են գուցե Ռուսաստանում, կարող են վերադառնալ Հայաստան, ինչն իհարկե սոցիալական եւ տնտեսական որոշ ազդեցություն ունենալու է եւ կունենա Հայաստանի վրա, բայց այդտեղ էլ մենք դիլուցումներ փորձենք գտնել արևմտյան պարտներների հետ։ Ուզեմ ասել, խաղը դժվար է հասկանալ, սա երկսայր սուր է։ Երբ դու որոշում ես ինչ որ կոնկրետ գործողության գնալ, ակտիվ գործողության սահմանափակելով մեր կարողությունները տնտեսությունից մինչև ժողովրդագրություն, դա կարող է նաև հանրային ընկալումների մեջ ել ավելի խորացնել Ռուսաստանի հանդեպ արդեն իսկ ոչ Ռուսաստանի իշխանությունների եւ Կրեմլի քաղաքականության, ոչ թե ռուս ժողովրդի նկատմամբ մեր հանրության վերաբերմունքը։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խարատյան։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Արսեն Խարատյանին։